Ամերիկա-իսրայելական կոալիցիոն ուժերի հրթիռային հարվածներից մեկը լուսաբացին Շահիդ Խոմեյնիի անվան տղաների դպրոցն է եղել։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհեր չկան, սակայն շենքին հարակից մի քանի տներ են վնասվել։ Իրանն առաջին անգամ կիրառել է երկաստիճան Սաջիլ հրթիռ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նաև մի շարք գերծանր հրթիռների օգտագործման մասին, որոնք հարվածել են Միացյալ Նահանգների ռազմական ենթակառուցվածքներին եւ կառավարման կենտրոններին։ Իսրայելական լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, որ ռազմաօդային ուժերը գիշերը հարվածել եւ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում ոչնչացրել են Իրանի սպանված գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ինքնաթիռը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Թրամփին հարցրել են. պլանավորում է օգտագործել ԱՄՆ ցամաքային ուժերը Իրան ներխուժելու համար։ Ինչու պետք է ես ձեզ ասեմ, ուղարկում եմ զորքեր թե ոչ։ Ես հրապարակային չեմ քննարկում ռազմական մարտավարությունը։ 100%-անոց հաղթանակ մենակ ավիացիոն օպերացիայով դա հնարավոր էլ չէ, ցամաքայինի մասին լուրջ խոսակցություններ չկան մեկադեռ։ Դա շատ մեծ որոշում է, որը մենակ ընդունել է կտևի ահագին ժամանակ եւ իմպլեմենտացնելն էլ ամիսներ մենակ պետք կլինեն, որ այդքան զորքեր կարողանան մերձավոր արևելք տեղափոխեն։ CNN-ը հղում տալով իսրայելական բանակի ներկայացուցչին տեղեկացրել է, որ Իսրայելը կշարունակի Իրանի դեմ գործողությունը առնվազն 3 շաբաթ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, թե Իրանը կշարունակի կռվել այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցի, որ Իրան-ԱՄՆ հակամարտությունը սխալ է եւ պետք է երբեք չկրկնվի։ Մենք ոչ մի պատճառ չենք տեսնում, թե ինչու պետք է խոսենք ամերիկացիների հետ, քանի որ մենք խոսել ենք նրանց հետ, երբ նրանք որոշել են հարձակվել մեզ վրա, եւ դա տեղի է ունեցել արդեն երկրորդ անգամ։ Տուժածները նաեւ պետք է փոխհատուցվեն։ Եթե Իրանի վրա հարձակվողները սպասում են երկիրը նվաճել 24 ժամվա ընթացքում, ապա հիմա նրանք հասկանում են, թե որքան սխալ են եղել։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Թեհրանի հարստացված ուրանը ԱՄՆ-ի կողմից ավերված միջուկային օբյեկտների փլատակների տակ է։ Ըստ Արաղչի, այն կարող է հանել ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, սակայն առայժմ նման ծրագրեր չկան։ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում պատրաստ էր զիջումների, որոնք ապացուցում էին միջուկային զենք մշակելու մտադրության բացակայությունը։ The Daily Telegraph թերթը գրում է, որ Մեծ Բրիտանիա վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին վատ ապագա է սպառնում, եթե Դաշինքի գործընկերները չօգնեն բացել Հորմուզի նեղուցը։ Հորմուզի նեղուցի անվտանգության հարցով ըստ Թրամփի պետք է զբաղվեն այն երկրները, որոնք նավթ են ստանում այդ ուղով՝ Չինաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան։ Եթե արձագանք չլինի կամ եթե այն բացասական լինի, կարծում եմ շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար։ Թրամփի համար շատ կարևոր է հիմա այդ աջակցությունը, որովհետեւ եթե դա չստանա, իր գործերն էլ շատ վատ կարող են լինել, օրինակ նոյեմբերի կոնգրեսի ընտրությունների ժամանակ։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալով Իսրայելի եւ Ամերիկայի ռմբակոծությունների հետևանքով Իրանում ավելի քան 54500 բնակարան է ոչնչացվել։ Իրանին հարվածների ֆոնին Ատրպատականի հայոց թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները։ Թավրիզում եւ Ուրմիայում հայոց ազգային դպրոցները հեռավար են աշխատում։ Պայթյունների հետևանքով պատուհանների ապակիներ են փշրվել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։